Եկեք բացենք Մաղաքիայի գիրքը։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ինչու՞մն է իմ խոսքը։ Իմ խոսքից վերնագիրը դրել եմ ինչ եմ ես խոսում։ Դրա մեջ հոգնակի բաներ էլ կար, որ կարող է ավելացնել, բայց մի քիչ փորփրեցի, տեսա չէ, այ մարդ, ես ավելի շատ ոնց որ ինձ ա վերաբերում, էլ ոչ թե ձեզ։ Լավ, ես ինչ եմ խոսում, ամբողջ իմ օրվա մեջ, մանավանդ, ում հետ որ հանդիպում եմ, տանը, աշխատանքի վայրում, իմ առօրյայում, ինչ եմ ես խոսում։ Ցավոք սրտի, հանդիպում ենք շատ տխուր իրավիճակների, որ ասում ենք այսպես պետք է լիներ, բայց այդ մարդ այդպես է որոշել, բայց դու այդպես մի որոշի։ Որտեղ որ կլինես, որտեղ որ կհայտնվես, սկսած քո տանից, քո աշխատանքից, քո դպրոցից, չգիտեմ ով որտեղ է առօրյան հասկացնում, ոչ մեկին մի նմանվի։ Այդ իրավունքը դու չունես։ Գիտես խի ես ուզում նմանվես, որովհետև բոլոր ժամանակների մեջ մենք մրցավազքում ենք։ Հələ եկեք սկսենք տարվա սկզբից, նոր տարվա Սևանից։ Մի քիչ տարին գնաց առաջ մի ուրիշ արարողություն, հետո մի ուրիշ արարողություն, հետո ծնունդ, հետո կնունկ, հետո հարսանիք։ Ու հետո այդ ամենը վերջանում է մի հատ մաղում ես, տեսնում ես ունայնության հետ ես առնչվել։ Ու հետո նայած մարդ ոնց է այդ ստրեսը տանում։ Ասում ես Տեր Աստված, ամոթը ինձ, փառք քեզ։ Հələ եկեք կարդանք Մաղաքիա 3:16-ը։ Այն ժամանակ խոսեցին Տերից վախեցողները իրար հետ, և Տերը ականջ դրավ ու լսեց։ Իշատակի գիրք գրվեցավ նրա առաջին, Տերից վախեցողների համար և նրա անունը պատվական համարողների համար։ Տերից վախեցողների համար Աստված ականջ է դնում, թե ինչ են խոսում։ Եթե քեզ թվում է քո օրը անցնում է, ուղղակի այդ օրվա Տերը դու ես, Մաղաքիան շատ գեղեցիկ, շատ զգուշորեն, շատ նուրբ զգուշացնում է ինձ և քեզ։ Տերից վախեցողները իրար հետ հավաքվել են, մեր մասին է խոսում։ Աշխարհի ժողովրդի մասին, աշխարհի ժողովուրդը նորմալ է, հայհոյեն, իրար ձեռարնեն, իրար անարգեն, իրար ստորացնեն, իրար բարձրացնեն, շահի համար, այդ ամենը խոսում է շահի համար։ Շատ ընկերներ են 100 տարվա միտեղ հաց են կերել, միտեղ մեծացել են, բայց նրանց եթե շահը հանես, այդ կշերքը վայր կընկնի։ Շահը որ կողմը եղավ, կշերքի են կողմը ծանր է։ Այս ինչ որ կարդալու եմ ժողովուրդ ջան, ինձանից է սկսում, քեզ է վերաբերում։ Ռիսկով եմ ասում, որովհետև ինպես մեկն է դու ես։ Տերից վախեցողների համար, այն ժամանակ խոսեցին Տերից վախեցողները իրար հետ, և Տերը ականջ դրավ ու լսեց։ Օրինակ եթե տան մեջ երեխաները ինչ-որ մի բան են ուզում անել, որ ծնողները չլսեն, չիմանան, նրանք լարված են։ Մաման չլսի, պապան չլսի, խի, որովհետև մի ծածուկ բան եմ ուզում անեմ, որ մենակ ես իմանամ կամ մենք երկուսով։ Խի մաման ու պապան չիմանան, որովհետև կամ կարկել են, կամ պրոբլեմ կլինի, կամ իրանք չեն հասնի իրենց նպատակին։ Ցավոք սրտի Աստծո ժողովուրդ, ես և դու, երբ որ հավաքվում ենք առիթների, մեր տանը, ձեր տանը, դրսում, աշխատանքի վայրում, մենք փորձում ենք գոհացնել մեր դիմացինին։ Աշխարհի միջավայրում աշխատող մարդիկ լավ կհասկանան։ Ինչ ես դու խոսում արդյոք։ Իրա ջրաղացին ջուր ես լցնում, թե քո կարծիքը դու ունես։ Եթե քո կարծիքը արդեն էլ քաշ չունի, կշիռ չունի, լուրջ մտածելու տեղ է տալի։ Եթե արդեն նմանվել ես, եթե արդեն ամեն բան անում ես, որ
նմանվես, որ չտարբերվես, հավատա դու արդեն ավելի լուրջ մտածելու տեղում ես։ Բայց էլ եմ ասում, ցավոք սրտի, սա տեղի է ունենում քրիստոնյաների շրջանում։ Ամենաշատ փողզիչման գնացողը քրիստոնյանա։ Կամերան նկարում է, բայց դե ճշմարտություն ասելու համար Հովհաննես Մկրտիչին էլ գլխատեցին։ Ամենամեծ փողզիչման գնում է քրիստոնյան։ Ամենամեծ զրկանքը կրում է քրիստոնյան, բայց անտեղի։ Հետո կշռում ես էլի դատարկ լինում։ Եթե քո կրած զրկանքի մեջ արդյունքը պտուղ լինի, ինչպես Սերգեն ասեց, արժի կրել։ Բայց այդ պտուղը, այդ զրկանքը մենք կրում ենք, որ հանկարծ մեր մասին վատ կարծիք չունենան։ Կորցնում ես քո ինքնությունը, կորցնում ես քո քրիստոնեությունը, հեռանում ես կամաց այդ Աստծո այդ ճշմարտության հոգուց։ Հələ բա որ հիշենք, որ Աստված ականջ է դնում։ Ականջ դնելը հələ միտեղ ոչինչ, ժողովուրդ ջան։ Լսել, օրինակ ես մի սխալ բան եմ արել, Սերգեն լսել, ասում Սերգ ջան կներես աղբորպես սխալվեցի։ Բա որ արդեն նա գրի առե։ Եվ հիշատակի գիրք գրվեցավ նրա առաջին Տերիցը վախեցողների համար և նրա անունը պատվական պահողների համար։ Ինչ եմ ես խոսում։ Արդյոք իմ բերանի մեջ, արդյոք իմ պաշարը, արդյոք իմ շտեմարանի մեջ կա այն, որ ես փոխանցեմ մարդկանց, բայց ես արգելում եմ ինքս ինձ։ Աստված քո բերանի մեջ դրել է այդ խոսքը, Աստված քո ներսում այդ շտեմարանը լցվել է, բայց արդյոք ես դա ինչպես եմ օգտագործում, արդյոք ես փոխզիչման եմ գնացել արդեն։ Հələ մի տեղից էլ կարդամ և փորձեմ ասելիքս ավելի։ Սաղմոս 12-ից հələ առաջ խոսքից։ Փրկիր Տեր, որովհետև սուրբերը պակասեցան, որովհետև հավատացյալները քչացան մարդկանց որդիների միջից։ Դավիթ, դու ինչ գիտեիր, որ օրինակ այսօրս էս ինչ-որ մի բան է լինելու։ Փրկիր Տեր, որտեղ սուրբերը քչացել են, հավատացյալները պակասել են ժողովրդի միջից։ Ում մասին էր խոսքը, անհանգստություն ում մասին է, սիրելիս։ Իմ։ Աշխարհի մասին չէր խոսում Դավիթը, աշխարհի համար չէր անհանգստացած։ Ասում էր Տեր Աստված, բա մի ժամանակ ովքեր ես ոնց որ լիքը քրիստոնյաներ էին, լիքը սուրբեր կային, ես ինչ էլ անես, ինչի պակասեցին։ Հավատացյալները քչացել են մարդկանց միջից։ Եթե մի հիմնարկում 100 մարդ աշխատում, 100-ից գոնե, ասենք մոտավորապես պայմանական ասեմ մի 10 քրիստոնյա հավատացյալ են, սուրբեր են, կամաց ներվել են, մարվել են ու գնացել են։ Դարել են 100-ն էլ։ Ես կարծում եմ Դավիթը արժեքների մասին էր խոսում։ Քո արժեքը, քո ունեցած սրբությունը, որը արժեք է, որտեղ ես կորցրել։ Որտեղ ես կորցրել։ Այս ժամանակների մեջ շատ հեշտ է սիրել Աստծո ժողովուրդ, որտեղ այսօր գերիշխում է հեշտասիրությունը։ Շատ ներողություն։ Ինպես դու էլ այս հրանով աղլարել ենք ես գիրքը բերենք։ Բայց մի ժամանակ, այն հին ժամանակներում մի հատ գիրք էին գտնում ու գրում էինք։ Ոչ մատ էր հերիքում, ոչ գրիչ, ոչ թուղթ։ Բայց հիմա հեշտ է։ Հələ հիշիր քո առօրյան, ինչքան է հեշտ։ Աստվածապաշտությունն էլ ենք ուզում բերենք հեշտասիրության այդ ֆոնի տակ։ Բայց աստվածապաշտությունը ժողովուրդ ջան, իր բոլոր սկզբունքներով, իր բոլոր օրենքներով
բոլոր դարերի մեջ մնացել է նույնը։ Ով որ ուզել է հեշտասիրություն անի, իր մոտ չի ստացվել։ Գիտեք իր մոտ ինչա տեղի ունեցել։ Բողոքյանին հիշեք։ Որտեղ ես դու հիմա գտնվում, ինչի մեջ ես, ինչ ընթացքի մեջ ես, ինչ տան մեջ ես ապրում, ինչ ընկերական շրջապատ ունես, ինչ խմբի մեջ ես աշխատում, կապ չունի, ինչ զավուդ է, ինչ գործարան է, դա ոչ մի նշանակություն չունի։ Արդյոք քո սրբությունը քո հետ ապրում է։ Արդյոք քո արժեքները քո մեջ են։ Արդյոք չի պակասել սրբությունը հավատացյալների միջից, հավատացյալները սրբությունը չի հեռացել մարդկանց որդիների միջից։ Ժողովուրդ ջան, էլ եմ ասում, ես չեմ եկել ինչ-որ մեկին նախատեմ, ես չեմ եկել ինչ-որ անպագորտող բաներ ասեմ։ Ես էսի ուղղակի սրտիս կպել այս խոսքը, ու ինքնը շատ թարմ է իդեպ ասեմ։ Այնքան թարմ է, որ հլը դրա մեջ եմ ես։ Ինչի էլի ասենք։ Կխնդրեմ այս խոսքը չանարգես, որովհետև մենք ապրում ենք սրա մեջ։ Մենք ամեն օր առնչվում ենք այս իրավիճակների հետ։ Օրվա վերջի, երբ որ առանձնանում ենք, տուն ենք գնում, արդեն փորձում ենք հանգստանալ, քնել, մի հատ վեր ենք նայում, մի հատ ընդհանուր մեր անցած օրը ինչ արեց, այս տեղը սխալվեց, այս տեղն ավել էր, այս տեղը պակաս էր, այս տեղը չպետք է ասել, այս տեղը շատ էր, այս տեղը քիչ էր։ Շատ ու քիչին մի քո սրբությունը պահի, քո արժեքները պահի։ Ես մի տեղ աշխատում էի, պետք է ընդունվեի աշխատելու, ինձ ամենաառաջի, այն որ ասում է, խրախուսանքը հետևյալն էր, աղբե ջան, այս գործը սաղ մախինացիա է։ Ասեցի, բաղու։ Դե ամիջապես որպես քրիստոնյա, ասում ես, ոյ, գործ չունեմ։ Ասեցի, բայց հետո ասեցի, չէ, նման փորձենք, բայց ես խի պետք է նմանվեմ իրանց։ Ես չնմանվեցի իրանց։ Ես իմ գործը անում էի այնպես, ինչպես որ իմ բաժինն էր, իմ հասանելիքն էր։ Տնօրենը կանչեց, բաժնի պետը կանչեց։ Տղա ջան, դες չի, հասկացանք, բան, գիտեք ինչ ժողովուրդ ջան, շատ հեշտությամբ իրանք այդ սրբությունը վերափոխում են, ասես մատ ըխտորում են ջուրը, ու նորից քո սրբությունը ասես վերափոխած քեզ են հրամցնում։ Հալավ այդքան սուրբ մի էլի, լավ, կաթոլիկից ինչ են ասում, Ռոմի պապից շատ կաթոլիկ մի ձևացրա քեզի։ Ասի ես էտա, կամ սայա, կամ ոչ։ Ես այդպես պետք է աշխատեմ։ Ես էլ այն դիրքն, այն տեղն եմ աշխատում, որ այդ բոլորը իմ հետ կապ ունեն։ Ասեցի, կլինի, որ դուք իմ ասած ձևով աշխատեք։ Ասեցին, չէ, չի լինի, բայց ասի, դե իմնը չի լինի։ Բայց եկեք անենք այնպես, որ մեկս մեկից չանարգենք։ Դու ինչ ուզում ես արա, ինչ չի հետաքրքրում։ Բայց ես անում եմ այնպես, ինչպես որ ինձ Աստվածաշունչն է թույլ տալի։ Ես իրավունք չունեմ ուրիշ բան անելու։ Եվ ես արեցի։ Եվ ես աշխատեցի մի քիչ, մի կարճ ժամանակ, ու մեր այդ ամբողջ հիմնարկը 80 հոգի էին։ Այդ 80 հոգին ելան, որ միտինգ անեն, գնացին մարզպետարան, վերջը ժողով արեցին, 80 հոգին, ես էլ հետը, բայց 79 հոգի, ես ոչ, որ աշխատավարձները բարձրացնեն։ Գնացին, արեցին, վերջացրեցին, և մեկ օր անցավ մի քանի օր և մի օր ինձ զանգեցին։ Ասեցին, որ մի բան ասեմ, բայց ոչ մեկին չասես։ Այնտեղ մարդ կար, որ այդ ամեն ինչից տեղյակ էր։ Ասա մի հատ լավ բան ասեմ, բայց ոչ մեկին չասես։ Այդ բոլոր հաստիկացուցակը անցել է շրջանի ղեկավարի ձեռքի տակով։ Ու հանկարծ ասում է շրջանի ղեկավարն ասել է ոնց։
Իսկ կարող է աշխատավոր ձեզ կան ցածր է։ Դե վերջ, ներքին ուրախություն ես ապահովված է, ու ապրում եմ մինչև իրականությունը գա։ Եվ մի օր տնօրենը կանչեց։ Դե որ գային մեր հետ միտինգ անելու լավ կլներ, էլի մենը կբարձրանար, չես եկե մենակ քոնն է բարձրացել։ Իմ աշխատավարձը բարձրացավ իմ տվյալ ժամանակվա աշխատավարձի ուղիղ կես չափով։ Ում էր պետք է վատամարդ լինել է։ Պետք էր որ իմ սրբությունը պահեի, պետք էր որ իմ սկզբունքը պահեի, ու ես պահեցի, ու ես դա տեսա։ Մենակ իմ աշխատավարձը բարձրացավ, ու ես չասեցի, գիտես ինչ, ես եմ որ եմ, ես ասեցի փառք ես Տեր, որ քո սկզբունքը ես պահելով, չխառնվելով ոչ մի ծովի մերաններին, չխառնվելով ոչ մի պղտոր ջրերին, դու ինձ տեսար, ինչպես ես թերի ժամանակ գիրքը բացվեց ու թագավորն ասեց, բա մենք այդ ծառային ոնց որ պարկ ենք մնացել, հələ կանչիկ թող գա։ Հիշում եք այդ պատմությունը, որտեղ ծառան փրկել էր թագավորի կյանքը, լուր էր հասցրել, որ մարդիկ ուզում են դավ են կազմակերպել քո դեմ։ Բայց թագավորը անպատասխան չմնաց։ Մի օր հանկարծ նայեց ցուցակի մեջ, ասեց բալա, մենք այս մարդուն ինչ պետք է տանք, որ ճիշտ լինի, լավ լինի։ Ժողովուրդ ջան, ես իմ տանը նստած, ինձ զանգեցին ու ինձ ասեցին։ Այդքան պատմություն շինողները, ովքեր որ գնացել են դե գորգորացել են, կռիվ են արել, չգիտեմ, իրար են ծեծել, չգիտեմ, ինչքան անշնոր բաներ են արել։ Բայց ուրիշ բան տեղ ունեցավ։ Ինչ եմ խոսում ես։ Ինչ-որ բան առնում եք, ինչ-որ բան ձեր օրվա հետ նատ համադրեք ժողովուրդ ջան, հաստատ կտեսնեք դուք էլ ինքպես մեկն եք։ Այդ չիմանաք թե ես Երուսաղեմից եմ եկել կամ այնքան ամեն ինչը տոշնի է, ճիշտ է, չէ, որտեղ որ հայտնություն ենք առնում, քարոզ ենք պատրաստում, որտեղ որ բանա փոխվում մեր կյանքում, փոխվում է, մենք էլ ուրախանում ենք եւ մեր ուրախությունը կիսում ենք ձեր հետ։ Այնպես որ Աստված այնպես է թույլ տվել մեր կյանքը ընթանա, որ ոչ միտեղ պարծենալու բան չունենանք։ Պարծենալու ոչինչ չունենանք։ Մի հատ հանկարծ Աստված մա թույլ է տալի մատ ջրերի, պղտոր ջրերի հետ խառնվես, մատ պղտոր ջուր խմես, հովնանի պես մատ գետի փորը գնաս, մի որոշ ժամանակ մնաս այնտեղ, ու նորից վերադառնես փխսի, ցամաքը դուրս ելնես, ու նոր ասես Տեր Աստված, բայց ես ինձանից ինչ եմ ներկայացնում։ Ինչպես որ ասում էր Դավիթը ով է, Հեսեն ով է, Հեսեի տունը ով է, որ թագավորի հետ սեղանստի։ Այնպես որ սիրելի Աստծո ժողովուրդ, ես կարծում եմ չեմ ձանձրացնում, բայց խնդրում եմ ինձ ուշադիր եղեք, մի տեղ կկարդամ եւ կվերջացնենք։ Կարևորը որ իմ այս ասելիքի մեջ դու ինչ-որ բան հասկանաս, դու ինչ-որ բան առնես քո համար, որովհետև էլ եմ ասում, բոլորս են նույն մարդն ենք, բոլորս են նույն սաների կտավն ենք, ինչ իմ կյանքում է տեղի ունենում, այն էլ նույնը քո կյանքում է տեղի ունենում, ինչ դու ես ապրում, նա էլ ես եմ ապրում, ինչ դու ես ուտում, նա էլ ես եմ ուտում, մի քիչ շատ, մի քիչ պակաս։ Ինչ դու ես պայքարում, այդ պայքարի մեջ ես եմ, որտեղ դու ես ընկնում, այնտեղ էլ ես եմ ընկնում։ Նույն Հուդան ես եմ, նույն Հուդան դու ես, նույն Պետրոսը ես եմ, նույն Պետրոսը դու ես։ Ոչ մի տարբերություն, նույն Կուրենասի Սիմոնը դու ես, նույնը ես եմ։ Նույն Բարաբան ես եմ, նույն Բարաբան դու ես, ժողովուրդ ջան։ Եսայի մարգարեություն 50-րդ գլուխ։ Եթե մարդիկ մտածում են, որ գիտես ինչ, ես լավ խոստում եմ, ես լեզվից ճարտար եմ, ես շատ ասելու բան ունեմ, ես իմ ասելիքներս շատ քաշով են, շատ ծանր են, ես քեզ ասեմ, դու ճիշտ ուրեմն օգտագործի։ Այլ չլինի այնպես, որ մենք մեր խոսքերի մեջ ոմանց դատենք, մենք խոսքերի մեջ ոմանց արդեն զրկենք, ոմանց արդեն կտրենք ինչ-որ
իրավունքից, ոմանց, չգիտեմ, դատենք ցմա, ոմանց տանենք ուղիղ դժոխք, ոմանց արդարացնենք, տանենք Աստծո կողքը։ Մենք այդ իրավունքը չունենք, ժողովուրդ ջան։ Դատ ու դատաստանը քեզ չի տրված։ Դատ ու դատաստանը մենակ տրված է քեզ այն ժամանակ, երբ որ դու անելու, փոխվելու կյանքումդ անելիքներ ունես, որ այդ հարցը լուծես երկրի վրա, այլ ոչ թե քոնը թողես եւ ուրիշինով զբաղվես։ Ես էլ եմ ասում, մենք շատ ենք հավաքում ամենատարբեր տեղերում։ Եկեք ուշադրություն դարձնենք, թե մենք ինչ ենք խոսում, որտեղ մեր խոսքից մեծ բան է կախված։ Դու քո խոսքերով կարող ես իրավիճակը փոխել, դու քո խոսքերով կարաս իրավիճակը ընդհանրապես արժեքազրկել։ Ես հիմա էլ եմ աշխատում երկու տեղ, եւ այդ երկու տեղում էլ ես փորձում եմ իմ սկզբունքը պահեմ։ Երբ որ խոսում եմ մի բան, ինձ դուր չի գալի, ես դուրս եմ գալի այդտեղից։ Բայց ոչ թե ես փորձում եմ, գիտես ինչ, նմանվեմ քեզ։ Ոչ թե ես փորձում եմ անեմ այնպես, որ քո դուրը գա։ Հետո ինչ տանուր ես։ Եսայի մարգարեություն 50-րդ գլուխ եւ 4-րդ խոսքից։ Տեր Եհովան ինձ ուսումնավարժ լեզու է տվել, որ գիտենամ վաստակածին օգնել խոսքով։ Եվ նա զարթնեցնում է ամեն առավոտ, զարթնեցնում է իմ ականջը, որ լսեմ աշակերտների պես։ Եթե վարժ լեզու ունես, զգում ես, որ քո լեզուն քո եղբորից, քո քրոջ լեզվից տարբեր է, դու կարողանում ես, ոնց են ասում, օձը բնից հանես, ստացում է քո մոտ, փորձի վաստակածին օգնես։ Այլ ոչ թե այդպես վարժ կերպով ինչ որ մեկին ուղիղ չվերթով ուղարկես դժոխք։ Ինչ որ մեկին առանց ծանրակշիռ անելու դատես ու այդ մարդուն փակես դատաստանի մեջ։ Վաստակածին օգնել խոսքով։ Այո, ես այսօր ուժ ունեմ, ուժով եմ կարողանում քեզ օգնել, բայց այդ լեզուն չունեմ։ Բայց եթե դու ունես, այնքան կարող ես հասանելի լինես այն կարիքավորին, որ մխիթարության կարիք ունի։ Մեր խմբակից մեկը մահացել էր մեր աղբերներից այս վերջերում, հագնում ենք, գալիս ենք, այցելում ենք, իրես ես կողքից որ նայում ես, աշխարհի մեջ ոչ հետաքրքիր մխիթարություն կա, ասենք որ մխիթարվես էլ այլ նորմալ մխիթար էլի, ոչ էլ մատ նորմալ ուրախություն կա, սաղ նույնը, ինչի ես ուզում նմանվես այդ նույնի, ինչ կա այդ նույնի մեջ, ով գալիս է, նույն բառն ասում, եթե մի հատ ավել, եթե մի հատ պակաս չկա, նույն բառն են ասում, ցավացում եմ, ես բան չեմ ասում, ես ոչ թե դատելու համար եմ ասում, ժողովուրդ, ախնդե բան չկա, որ նմանվենք նրան, բայց խի ենք ուզում նմանվենք, որ մեզ ուրիշ աչքերով չնայեն, որ մեզ իրան շրջապատից չբրդեն գցեն լուսանցք, որ մեր հետ հանկարծ հաշվի նստեն, որ մի բաժան կոֆե քո հետ պակաս չխմեն, կամ մի կտոր հաց քո հետ պակաս ուտեն, քո սրբությունը թանկ է ամեն բանից, ամեն կերակուրից, ես հազարավոր տեղեր չեմ մասնակցել, ոչ մի արարողությունների, իմ ընտանիքինը զրկել եմ, որովհետև դա այն տեղը չի, ես որ գնայի հաստատ սրբությունս կորցրած գալու էի, իմ հարազատի, իմ քրոջ, իմ աղբոր, արարողության ես չեմ մասնակցել, որովհետև նախորդ իմացել եմ այնտեղ ինչ ա կատարվել ու սրտումս մղում չի եղել։ Ես իմ տանը մնալով ավելի հանգիստ ու իմ սրբությունը պահել եմ, քան որ ես գիտեմ գնայի ու վերադառնայի թալանված։ Բայց դու մի վազի, թող քո ոտքերը չվազի, թեթև ու ծանր ու կշիռ արա, սիրելիս։ Բայց մենք միևնույն ժամանակ եւ այստեղ ենք ապրում, միևնույն ժամանակ եւս արժեքների մեջ ենք ապրում։ Մի օրինակ բերեմ, որ
ուղղակի իմ համար չկա դրանից ենքում զարմանալի երևույթ։ Վարդը որ է եկեղեցու ուղիղ կեսը չկա։ Գալուց ջուր են խաղում, գնալուց ջուր են խաղում։ Եվ դրանում շատ բաներ, մի զարմացեք։ Այ հենց կամած քիչ կորցնում ենք մեր սրբությունը, այ հենց այդտեղ, այ հենց այդտեղից փոզիչման են գնում։ Ոնց չգնամ խաղամ ջուր, ոնց չգնամ սրակնունքին, ոնց չգնամ նրա մատաղի, ոնց չգնամ այստեղ, ոնց չգնամ այնտեղ։ Բա վաղն էլ ինձի ոչ մեկ չի գալու այցելի։ Բա ես նրան նվեր եմ տարեբավոր վաղից չհատուցի, բա ինչ կլինի վերջը։ Եկեք դադարենք մարմնավոր եւ աշխարհի պես մտածելով ժողովուրդ ջան։ Քոնը նման չի ոչ մեկին։ Քո արարողության ինձի կանչի, ես կգամ։ Քո արարողությանը սուրբ գիտն ասում է քույրերին կանչի, կաղերին կանչի, բայց այսօր այդպես բան չկա։ Քրիստոնյային էլ որ կշերքից վերցնում ես, տեսնում ես տակը շահ կա։ Քույրին կանչի, հիվանդին կանչի, սովածին ու կարիքավորին կանչի։ Վերջում էլ ինձի կհիշես։ Մի նմանվիր ոչ մեկին։ Ինչ ենք խոսում մենք։